Դու հասել ես այնտեղ, որ մտնում են քո մուտքի, ուրեմն կնիքի մեջ, ասում են հələ այդ ուրվագի ծաղարատի հանի։ Եթե հասել են այդտեղ, ուրեմն դրանից հետո պատկերացնում եք կարող ազգանուններն էլ մեր փոխել տալ, պարոն Մերկոնյան։ Եթե այտենց ագրեսիվ ազգանուններ են, ինձ թվում է կարող են։ Եթե խաղաղ իրական Հայաստանի ազգանուններ են, դրանք ինձ թվում է դեռ կթողեն որ մնա։ Պարոն Մերկոնյան, վերադառնալով ՔԼՉ այցին, դա ուղղակի զուտ քարոզչական բուտաֆորիկ ինչ որ այց էր, թե հիմքում հայ-թուրքական հարաբերությունները տեղից պոկելու, տեղից շարժելու մասին այց էր, որովհետև հաղորդագրությունը երբ կարդում ենք, ոչ մի ինչ որ լուրջ բան չկար, պայմանավորվել էին երկաթգծի հետ կապված աշխատանք տանել, Անի կամուրջը նորոգել, այս 3 տարի պայմանավորվում են Անի կամուրջը նորոգել, ուշագրավ էր, որ Հայաստանը անգամ բավարարել է Թուրքիայի այդ պահանջը, կնիքից հանում է Արարատի պատկերը, բայց գոնե կարող էր, չէ, Թուրքիային խնդրել միջամտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնել Հայաստան։ Չէր կարող։ Բաքվում պահվող գերիներին Կարմիր խաչը այնտեղ փակվել է ու մենք չգիտենք մեր գերիների ինչ վիճակում են, գոնե դա խնդրեին, դա ներառեին բանակցությունների օրակարգում, ոչ մի բառ այդ մասին։ Ասեմ որպես թուրքագետ, արևելագետ։ Արևելքում կա զրուցակցի, այսպես ընկալում, թե ով կարող է լինել քո զրուցակիցը, ով կարող է լինել քեզ հավասարազոր զրուցակից եւ ով կարող է լինել մարդ, որի հետ դու ոչ թե պետք է զրուցես, այլ քո պահանջները դնես։ Հիմա արևելքում եւ Թուրքիայում այս իշխանության, այս մարդկանց, որոնք ինչքան էլ իրենց առյուծի տեղ են դնում ներքին քաղաքականության մեջ, նրանց լուրջ զրուցակից չեն կարող ընդունել հիմնված արևելյան եւ քաղաքական այլ տրամաբանության վրա։